Ողջույն սիրելի հետևորդներ, եթե ձեզ հարցնեմ, ինչ է նշանակում ունենալ հավատք, շատերը կպատասխանեն, հավատքը հրաշքներ է գործում, հավատքը հիվանդներին է բժշկում, հավատքը դռներ է բացում, հավատքը հաղթանակ է բերում, և դա ճիշտ է, բայց ինչ կասեք այն մարդու մասին, ով հավատաց, աղոթեց, բայց չբուժվեց, ինչ կասեք այն մարդու մասին, ով հավատարիմ մնաց Աստծուն, բայց կորցրեց ամեն ինչ, ինչ կասեք այն սրբերի մասին, որոնք հրաշքներ չտեսան, այլ նահատակվեցին, արդյոք նրանք քիչ հավատք ունեին, ահա այստեղ է, որ Եբրայեցիներին ուղղված նամակի 11-րդ գլխի վերջին հատվածը կարծես պայթեցնում է բոլոր մակերեսային պատկերացումները հավատքի մասին, սա Աստվածաշնչի ամենահզոր գլուխներից մեկն է, այստեղ նամակի հեղինակը ցույց է տալիս, որ հավատքը երբեմն հաղթանակ է բերում, իսկ երբեմն խաչ, բայց երկու դեպքում էլ հավատքը հաղթում է։ Եվարդ, էլ ինչ ասեմ, քանի որ ժամանակը բավական չէր լինի պատմելու Գեդեոնի, Բարակի, Սամփսոնի, Հեփաթայի, Դավթի և Սամուելի ու մյուս մարգարեների մասին, որոնք հավատքով պարտության մատնեցին թագավորներ, արդարություն գործեցին, հասան խոստմանը, առյուծների երախները փակեցին, հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից, հետո կտրիչներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների, կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին, մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության, ուրիշներն էլ ենթարկվեցին տանջանքների ու գանահարությունների, կապանքների ու բանտերի, քարկոծվեցին, սղոցվեցին, փորձության ենթարկվեցին, սրով սպանվելով մեռան, թափառեցին, ոչխարների և այծերի մորթներով ծածկված, ապրեցին կարիքի մեջ, նեղության մեջ, չարչարանքի մեջ, մարդիկ, որոնց այս աշխարհը արժանի չէ, մոլորված անապատում, լեռներում, քարայրներում և երկրի խորշերում, և սրանք ամենքը հավատի մեջ վկայված լինելով չընդունեցին խոստումը, Աստված մեզ համար ավելի լավ էր նախապատրաստել, որպեսզի առանց մեզ դրանք չկատարվեն, ամեն։ Սիրելի բարեկամներ, 33-րդ համարում հեղինակը կարծես շտապում է, էլ ինչ ասեմ, նա արդեն հիշատակել է Աբելին, Նոյին, Աբրահամին, Մովսեսին, հիմա արագորեն նշում է Գեդեոնին, Բարակին, Սամփսոնին, Հեփթային, Դավթին, Սամուելին, մարգարեներին, ինչու է սա կարևոր, որովհետև նրանք կատարյալ մարդիկ չէին, օրինակ, Սամփսոնը սխալներ ուներ, Հեփթան ծանր որոշումներ է կայացրել, Դավիթը ծանր մեղքեր գործեց, բայց Աստված նրանց հիշում է ոչ թե իրենց անկումներով, այլ հավատքով, սա մեծ մխիթարություն է մեզ համար, Աստված չի սպասում կատարյալ մարդկանց, նա գործում է այն մարդկանց միջոցով, ովքեր վստահում են իրեն, Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, սրբերը մեծ դարձան ոչ թե անսխալական լինելու, այլ Աստծուն ապավինելու ճանապարհով, փակեցին առյուծների բերանները, հեղինակը սկսում է թվարկել հավատքի հաղթանակները, Դանիելը առյուծների գուբը, բայց հավատքը փակեց առյուծների բերանները, 3 երիտասարդները կրակի հնոցը, բայց կրակը չկարողացավ այրել նրանց, Դավիթը հսկա Գողիաթի դեմ, բայց հավատքը հաղթեց ուժին, մեզանից շատերը առյուծների գուբ ունեն, գուցե դա հիվանդություն է, ֆինանսական ճգնաժամ է, ընտանեկան խնդիրներ են, աշխատանքային խնդիրներ են, վախի, միայնություն, բայց երբեմն թվում է, թե առյուծները շրջապատել են մեզ, բայց Աստված դեռ նույն Աստվածն է, մի գնահատիր իրավիճակը միայն քո աչքերով, փորձիր տեսնել այն Աստծո աչքերով, կրակի զորությունը մարեցին, ուշադրություն դարձրեք, Աստված միշտ չէ, որ հեռացնում է կրակը, երբեմն նա մտնում է կրակի մեջ մեզ հետ, և սա կարևոր դաս է, մենք հաճախ աղոթում ենք, Տեր հեռացրու փորձությունը, բայց երբեմն Աստված ասում է, ես քեզ հետ կանցնեմ դրա միջով, Եփրեմ ասորին գրում է,
Աստված ավելի շատ է հետաքրքրված քո սրբացմամբ, քան քո հարմարավետությամբ։ Հանկարծ ամեն ինչ փոխվում է։ Մինչ այս հատվածը կարծես հաղթանակների շարան էր, բայց հետո անսպասելի շրջադարձ էր լինում։ Ուրիշներն էլ տանջվեցին, քարկոծվեցին, սպանվեցին սրով, սպասեք, սրանք էլ են հավատքի հերոսներ, այո, ասում է հեղինակը, և հենց սա է հատվածի ամենամեծ ցնցումը, երկու տեսակի հաղթանակ, մի մասը հրաշքով փրկվեց, մյուս մասը նահատակվեց, բայց երկուսն էլ հավատքի հերոսներ են, ինչու, որովհետև հավատքը չի չափվում արդյունքով, հավատքը չափվում է հավատարմությամբ։ Այսօր հաճախ լսում ենք, եթե հավատք ունես, ամեն ինչ լավ կլինի, եթե հավատք ունես, միշտ կհաղթես, բայց Եբրայեցիների նամակի 11-րդ գլուխն ասում է, ոչ միշտ, երբեմն հավատքը քեզ ազատում է առյուծներից, երբեմն քեզ ուժ է տալիս դիմակայելու առյուծներին։ Օգոստինոս Երանելին ասում է, Աստված երբեմն փրկում է փորձությունից, երբեմն փորձության մեջ։ Աշխարհը արժանի չէր նրանց, ինչ անհավանական գնահատական է տալիս հեղինակը։ Մարդիկ նրանց մերժեցին, հալածեցին, ծաղրեցին, բայց Աստված հայտարարեց, աշխարհը արժանի չէր նրանց։ Հնարավոր է մարդիկ չգնահատեն քո հավատարմությունը, հնարավոր է ոչ ոք չտեսնի քո աղոթքները, քո զոհաբերությունները, քո պայքարը, քո նվիրվածությունը, բայց Աստված տեսնում է, և դա բավական է, չստացան խոստումը, սա ևս զարմանալի միտք է, նրանք հավատացին, բայց իրենց կյանքի ընթացքում ամբողջական խոստումը չտեսան, ինչու, որովհետև Աստված ավելի մեծ ծրագիր ուներ, նրանք սպասում էին Քրիստոսին, մենք ապրում ենք Քրիստոսի հայտնությունից հետո, սա մեզ ինչ է սովորեցնում, Աստծո ծրագրերը հաճախ ավելի մեծ են, քան մեր կյանքի սահմանները։ Սուրբ Աթանասն ասում է, հավատքը տեսնում է այն, ինչ դեռ չի երևում, մենք ապրում ենք անմիջապես մշակույթում, անմիջապես հաղորդակցություն, անմիջապես պատասխան, անմիջապես արդյունք, բայց Աստծո արքայությունը հաճախ աշխատում է այլ կերպ։ Սերմը այսօր է ցանվում, պտուղը կարող է երևալ տարիներ հետո։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր քայլեր։ Մի մտածիր, որ Աստված միայն կատարյալ մարդկանց է օգտագործում։ Հիշիր, որ երբեմն հավատքը երբեմն հրաշք է բերում, երբեմն տոկունություն։ Մի չափիր Աստծո սերը քո հանգամանքներով։ Սովորիր վստահել Աստծուն նույնիսկ այն ժամանակ, երբ պատասխանները ուշանում են։ Մնա հավատարիմ նույնիսկ, եթե ոչ ոք չի գնահատում։ Հիշիր, որ Աստված տեսնում է քո գաղտնի պայքարները։ Եվ ապրիր հավիտենական հեռանկարով, ոչ միայն այսօրվա խնդիրներով։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Եբրայեցիների նամակի 11-րդ գլխի այս հատվածը մեզ սովորեցնում է հավատքի ամենամեծ գաղտնիքը։ Հավատքը միայն այն չէ, երբ առյուծների բերանները փակվում են, հավատքը նաև այն է, երբ առյուծները դեռ մռնչում են, բայց դու շարունակում ես վստահել Աստծուն։ Հավատքը միայն այն չէ, երբ կրակը հանգչում է, հավատքը նաև այն է, երբ կրակի մեջ կանգնած ես և չես ուրանում Քրիստոսին։ Հավատքը միայն հրաշքների մասին չէ, հավատքը հավատարմության մասին է։ Եվ մի օր, երբ կանգնեք Աստծու առաջ, նա չի հարցնի, քանի հրաշք տեսար, նա կփնտրի մի բան, հավատարիմ եղա՞ր։ Ուստի եթե այսօր պայքարի մեջ ես, եթե սպասման մեջ ես, եթե աղոթքիդ պատասխանը դեռ չես ստացել, մի հանձնվիր։ Քո հավատքը զուր չէ, քո սպասումը իզուր չէ, քո արցունքները իզուր չեն, որովհետև Աստված հիշում է յուրաքանչյուր հավատարմություն։ Եվ ինչպես ասում է Սուրբ Գիրքը, աշխարհը արժանի չէր նրանց։ Թող մի օր այդ խոսքը հնչի նաև մեր մասին։
Սելի հավատավոր հետևողներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժնորդագրվել մեր YouTube-յան ալիքին և ուղարկել օրվա սուրբգրային հատվածի ընթերցումը և այս բացատրությունը քո սիրելի մարդկանց, ընկերներին, կլինի Facebook-ով, Instagram-ով, TikTok-ով, Telegram-ով, թե WhatsApp-ով, միևնույն է, ուղարկիր, թող նրանց ևս հասանելի լինի այս Աստծո խոսքի բացատրությանը։